Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 4-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Գումար եք, կամ գալու է, կամ ծախսելու եք, անգամից թռավ։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 4-ին։ Ընտանիքի անդամների հետ եք լինելու, նաև գնում եք ոչ է գեղեցկության սրահ, որևիցե բժշկական կենտրոն։ Այստեղ լավ շրջապատում կլինեք, նաև հանդիպում եք մասնագետի, լավ մասնագետի, որ փնտրում եք։ Սա նաև իմաստություն է, ընտանիքը ճիշտ պահելու, ընտանիքը կառավարելու համար։ Այդ օրը նաև ոչ աղջիկա այդ կարող եք հանդիպել կամ խոսել, ինչ որ մեկի աղջիկն է կամ ձեր տղայի սիրելին է, կամ եթե ամուսինը ունի առանձին աղջիկ, ապա իր աղջիկը կարող լինի, որ այստեղ մեծ տղամարդ է։ Ձեր ընկերոջ աղջկան կարող եք հանդիպել, այդպես։ Նաև այստեղ ոմանք փաստաթուղթ կարող են ստանալ, ոչ է տեղեկատվություն, կարող եք նաև ցուցակ կազմել ձեզ համար։ Ընտանիքի հետ է կապված, հնարավոր է արդեն դե տեղափոխվում են երկուշաբթի, ոչ է սեփականության իրավունք է սա, նամակագրական կապի մեջ կարող լինել ընտանիքի անդամների հետ, հյուրի հետ, խոսում եք, հետո գալիս է ձեր տուն։ Փաստաթուղթ եք ստանում, արդեն երկուշաբթի օրը որևիցե ձեր գործունեության համար, որ տան հետ է կապված, արք, վաճառք եւ այլն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 4-ին։ Փոփոխություն, տեղափոխություն նաև, օտարերկիր, ճամփորդություն, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, գումարային փոփոխություն, ֆինանսական վիճակի փոփոխություն, բարելավում կամ ծախս, սա ծախս օրինակ ճանապարհորդության համար, ծախս եթե հղիություն է կամ ծննդաբերություն է, երեխաների, շորերի եւ այլն նման ծախսեր։ Նաև սա դե ճանապարհ գնալու ծախսեր կարող են լինել։ Այդ օրը կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել, նաև տուն մաքրել, տեսնենք ինչն է ցույց տալիս։ Այստեղ հնարավոր է վեճ, ոչ է տղամարդու հետ, տղայի հետ, երիտասարդ այնպես։ Եթե չեք ուզում վիճեք, ապա պետք է ուղղակի այնպես անեք, որ այդ խոսակցության մեջ չհայտնվեք, կամ վեճը ընդհատեք, որպեսզի չշարունակվի։ Այդ օրը նաև ձեր ցանկությունները կիրականանան, հնարավոր է նաև օտարերկրից ոչ է տեղեկատվություն լսեք։ Հնարավոր է նաև աշխատանքի վայրից է սա, կարիերայի բարձրացում, փոփոխություն, առաջ խաղացում, աստղի նման փայլելու եք, ինչ-որ մի բանը ձեր մասին է խոսելու, կամ երկուշաբթի օրը արդեն մեկ այլ գործի եք լինելու, եւ դա է ցույց տալիս, որ այդպես կարող են խոսել։ Նաև սա կարող է ձեր բարեկամներ, ովքեր որ գտնվում են դրսում, իրենց մասին կարող եք իմանալ, որ ընդունվել են աշխատանքի, ինչ-որ գործեր են անում։ Նաև սա ռեստորան կարող է լինել, որտեղ որ կտեսնեք աստղերին, ինչ-որ մարդկանց, ովքեր որ ավելի հայտնի են։ Այսքանը ձեզ համար կամ կարող գնում եք հայտնի ինչ-որ մեկի համերգին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 4-ին։ Հանդիպում կամ շփում, տեսնենք կող ասել, չէ։ Հանդիպում կամ շփում այդ օրը ոչ է տղամարդու հետ, որ տարիքով է, երիտասարդ աղջկա հետ, տեսնենք ով է այս տարիքով տղամարդը, դեր ամուսինն է, ընտանիքի անդամ է, գործընկեր է նաև, իսկ ով է այս աղջիկը, ընկեր, հավատարիմ անձնավորություն, եթե ձեր երկրորդ կեսն է, եւս ցույց է տալիս հավատարիմ անձնավորության, եւ իհարկե գումար կամ կստանաք, կամ կծախսեք, գուցե աշխատավարձ եք ստանում, գուցե ինչ-որ կին է ձեզ գումար տալիս, կամ դուք եք այդ կնոջը գումար տալու։
Միևնույնն է, այստեղ էլի նորից կին ընկա։ Այդ օրը շատ են ձեզ մոտ մարդիկում կարող հանդիպել տեսնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 4-ին։ Հաջողություն ձեր գործերում դռները բաց են յուրաքանչյուր բաներ անելու համար։ Աշխատանքի մեջ ավելի շատ հաջողություն է, գնացեք աշխատանք փնտրեք այդ օրը, հաստատ կգտնեք։ Նաև դա պետական հիմնարկության հետ կարող է կապված լինել, կարող արդեն երկուշաբթի օրը։ Հաջողությամբ վիրահատություն անեք, ուսման հետ կապված, եթե քննություն է քննություն, եթե աշխատանքի ընդունելություն է կամ աշխատանք պետք է անեք, օրինակ 4-ին, 5-ին, եւս հա հաջողություն է սպասվում։ Այդ օրը կամ կտրուկ ոչ մի բան կորոշեք, կտրուկ քայլ կանեք, ոչ հարցի հետ կապված։ Տեսնենք ինչ է։ Այստեղ կարիերան է, կտրուկ փոփոխություն է տեղի ունենալու, հնարավոր է պաշտոն են ձեզ տալիս, հնարավոր է հակառակություն կարող ասել, բայց նաև հնարավոր է, այստեղ հաջողություն ունեք, ինձ թվում է դժվար հակառակը լինի։ Այնպես որ ոչ հասարակական գործ է, ոչ առաջարկ է, որ կարող են ձեզ անել եւ դա կամ անսպասելի կլինի, կամ հիմքից կփոխի ձեր գործունեությունը, հիմքից կփոխի ձեր կյանքը։ Տեսնենք ոմանք ունեն այդ օրը առիթ, կամ ոչ հասարակական վայր կարող եք այցելել, ճանապարհ եք գնալու կամ կգնաք այդ առիթի մասնակցելու համար, կամ ձեր հասարակական գործունեությունը այդ օրը բավականին առաջ կտանեք։ Այն ինչով որ դուք զբաղվում եք, սոցցանցերով եւ այլն, այդ գործընթացը առաջ կտանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 4-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, երիտասարդ է ավելի շատ, ով է, կամ ձեր ճանապարհները տարբեր ուղղությամբ են գնալու, կամ նաև դա կարող ձեզ հեղափոխել, կամ այնպես անել, ինչ որ առաջարկ անել, երկու տարբեր բաներ եւ պետք է ընտրեք, կամ դուք արդեն իսկ ընտրության առջև եք եւ ինքը կամ իրեն եք հարցնում խորհուրդ, կամ ինչ որ բաներ են, հա, որ ինքը եւս փոխում է ձեր մտադրությունը։ Նաեւ այդ օրը օծեր կան, նախանձ մարդիկ, տեսնենք նախանձությունը, թե իմաստությունը։ Հասարակական վայրում կարող է լինել, ինչ որ մեկը նախանձի, խոսի, բամբասի, կամ ձեր հասարակական գործունեության հետ է կապված դա եւս հա կարող է բամբասանք լինել, դա մար այդ օրերին եթե ապրանք եք ուղարկում, ճիշտ ուղարկեք եւ նման ինչ որ պահեր եւ դա նաեւ Facebook-ը կարող է լինել, որտեղ օծերով լավ այդպես հարցակվեն ձեզ վրա։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, բավականին շատ լավ շրջապատում կգտնվեք, հնարավոր է նաև կարիերայում կարգավիճակի փոփոխություն է, որը ազդում է նաև, հա, ձեր գործունեության վրա, ձեր տրամադրության վրա։ Մարդիկ ինչքան լավ շրջապատում են, այնքան բնական է իրենց ավելի լավ են զգում։ Այսքանը ձեզ համար, ում կգտնեք ձեր կյանքի իմաստը, որի համար ապրում եք, որի համար ստեղծում եք եւ դա ձեզ էներգիա կտա։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օծերին։ Ինչ է սպասվում օծերին հունվարի 4-ին։ Շատ շփում տարբեր մարդկանց հետ։ Տեսնենք, նաև անհանգստություն է, որ երկու մարդ ինչ-որ բաների մասին են խոսում, անհանգստանում են։ Անհանգստությունը տեղին էր, խաբեություն է սա նշանակում, կամ խորամանկ պետք է լինեք, ինչ-որ գործեր անելու, առաջ տանելու հետ կապված, զրույցը վարելու, հա, ոնց որ մի քիչ այդպես տակից խոսելու, վրայից խոսելու, հա, մի քիչ խորամանկություն է պետք, այդ օրը
Կամ ինչ-որ մեկն է խորամանկորեն ձեզ ինչ-որ բան է համոզում այդպես։ Համար դա եւս ուշադրություն դարձրեք, պետք է թե ոչ ձեզ։ Այդ օրը գումար կստանաք, նաեւ գումար կծախսեք։ Ստանալուց մի փոքր կարող է խնդիրներ լինեն, ծախսելուց եւս կարող է մի փոքր խնդիրներ լինել։ Կարող է ճիշտ ապրանք չեք գնում, ուշադիր եղեք որտեղից եք ինչ պատվիրում, նաեւ դեր դա ստանալը եւս։ Դա այդ օրը անհնարին է ստանալ, գուցե գումար է պետք ձեզ, բայց այդ օրը չեք կարող գումար ստանալ։ Եվ ուրախ կլինեք մյուս կողմից, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք, եւս էլի լավ շրջապատում կլինեք, ոնց որ նախորդ նշաններ, դրա համար ձեզ լավ կզգաք, հա, տրամադրությունը բարձր կլինի։ Նոր կյանքի իմաստ է մարդը գտնում, դա եւս իրեն ուժ է տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 4-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե կնոջ հետ։ Տեսնենք ով է այս կինը։ Ոմանք կարող են ժամադրության գնալ, ոմանք կարող է ծնունդի են գնում, այդ կնոջ ծնունդն է եւ գնում եք այդ օրը ծնունդի։ Նաեւ նվերներ, հետաքրքիր ինչ-որ անակնկալներ կարող են նաեւ ստանաք այդ կնոջից կամ իրար հետ ապրեք այդ պահերը։ Դուք եք նվեր տալիս, իրեն ինքն է նվեր տալի, ինչ-որ անակնկալ պահեր են տեղի ունենում։ Այդ օրը նաեւ խորամանկություն է, տեսնենք դուք եք լինելու խորամանկ, միգուցե խաբեություն է, սա պետք է ուշադիր լինել։ Հաջողություն, սա կամ խորամանկորեն հասնում եք հաջողության, կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում, որը եթե դիմացին ոնց որ ուզում էր ձեզ խաբեր, կարողանում եք տակից դուրս գալ այդպես, ավելի հստակ։ Կարողանում եք այնպես անել, որ խնդիրներ չառաջանան։ Այդ օրը նաև այստեղ ուժային կառույց է, հավելյալ ուժ է, որ դուք կունենաք։ Այստեղ նույն բանն է։ Ոմանք էլ, հա, այստեղ կարող տղամարդկանց համար է, սա էլ կանանց համար է, եւ հեսա կարող գնալ ժամադրության, այստեղ որ ճանապարհ գնաք, պետք է ուշադիր լինեք, ամենայն դեպս այստեղ պետավտոտեսուչներ կարող են լինել եւ գալ ձեր հետևից։ Անակնկալներ են, նվերներ են, ոչ առիթ է, այդ կարող է տենց հաղթանդամ մեկի կամ հեղինակավոր անձնավորության մեկը մյուսին նվերներ տակ, բարձր տրամադրություն, տեսնելուց իրեն բավականին շատ կուրախանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ոչխարներին, նաև այծեր է կոչվում։ Ինչ է սպասվում ոչխարներին հունվարի 4-ին։ Ծանր օր է, տեսնենք հեսա, ինչն է ծանր, ինչն է բեռը, ինչն է փորձությունը։ Տան հետ է կապված խնդիրներ են տան մեջ, հնարավոր է նաև իրար հետ է, հա, հարաբերություններում նաև փորձություններ են կամ տան մեջ ոչ խնդիր կա, ընտանիքին է դա վերաբերվում, կամ հենց տանն է վերաբերվում, դժվարություններ կան միգուցե տուն գտնելու, միգուցե իրար հետ լեզու գտնելու, հա, ինչ որ պահեր են այստեղ, որ ընտանիքին է վերաբերվում, նաև տեղափոխության հետ դա կարող է կապված լինել, ինչ որ դժվարություններ են ընտանիքում։ Նաև էմոցիոնալ կլինեք այդ օրը, հանդիպում կամ շփում կունենաք ձեր մայրիկի հետ, կամ հարաբերություններ կկայանան, կամ այն ինչ որ ձեզ համար գաղտնի էր, այն ինչը որ ձեզ համար հստակ չէր, այդ ամենը կնորմալանա, կկարգավորվի արդեն կամ կվստահեք դիմացինին կամ այն ինչ որ պահեր են այստեղ, որը լարվածությունը, էմոցիաները, հավելյալ էմոցիաները այդ ամենը կհանգստանա ձեզ մոտ։ Եվ տեսնենք, ով է այս տղան, ում հետ կարող եք հանդիպել կամ շփվել, խոսել։ Հաջողություն է սա մեկ ակնթարթ կամ այնպես է լինելու իր հետ կապված ինչ որ գործեր հաջողության հասնեք
ինքը կարող է օգնել ինչ-որ մի հարցում հաջողության հասնել կամ դուք օգնեք իրեն ու իր հետ կապված ինչ-որ հարցեր են։ Խոսքով ինչ-որ հաջողություն է, որը մեկ ակնթարթ է, դա շարունակական չէ։ Հաջողությամբ տեսնում եք այդ տղային, վաղուց եք ուզում տեսնել, չեք կարողանում հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 4-ին։ Օձեր են սա, նաև իմաստություն է, սա, տեսնենք, գայթակղություն է նաև, այստեղ կարող է ինչ-որ մի բան, դուք ձեր կյանքից հանեք, կամ ինչ-որ մի բան է ձեզ մոտ հիմքից սկսվում, և սա ոնց որ իմաստություն է, որ այդ ամենը կարողանաք ճիշտ լուծել, ճիշտ անել, ճիշտ սկսել։ Ոնց որ իմաստուն կերպով պետք է ինչը զրոյացրել եք, նորից եք սկսելու, հա, գոնե ճիշտ անեք ամեն ինչը։ Դա նաև կարող է ոչ օձի նման ինչ-որ չար բնավորությամբ ինչ-որ մեկն է, կծող և դուք իրեն ձեր կյանքից հեռացնում եք, հանում եք, կարող միգուցե վիրավորում եք իրար և կարող ուղղակի նաև խառնում է ձեզ և ինչ-որ մեկին, որպեսզի դուք իրարից առանձնանաք, բաժանվեք։ Դրա համար պետք է այստեղ չլսեք իրեն։ Ոմանք այդ օրը պատրաստվում են աշխատանքի գնալ, կամ միգուցե այդ օրը պատրաստվում եք հաջորդ օրվան աշխատանքի գնալ, կարիերայի բարձրացում, փոփոխություն, նաև ոմանք կարող այդ օրը գնան ռեստորան, բժշկական կենտրոն, ոգևորված եք, միգուցե նոր աշխատանք է, ոգևորված կգնաք այդ աշխատանքին, նորություն կլսեք աշխատանքի վայրից, պետական հիմնարկության աշխատողներ, որոնք կամ դուք եք իրենց մոտ հյուր գնում, կամ իրենք են ձեզ մոտ հյուր գալու, և այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ կնոջ հետ։ Հաջողություն է սա, կամ այս կինն է ձեզ համար հաջողություն բերելու, կամ դռներ է բացելու ձեր առջև, նոր հնարավորություններ է տալու ձեզ, հաջողություն է նաև ձեր և այդ կնոջ հարաբերություններում ինչ-որ մի բան է լինելու, որը դուք ամեն դեպս նոր մի բան է, նոր դուռ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 4-ին։ Ինչ-որ բան է գնալու ձեր կյանքից նոր բան գալու համար։ Եթե հանգստանում եք մինչև այս, կարող ոնց որ այդ հանգստությունն է վերանում, նոր բան է սկսում ձեզ մոտ։ Էլի ոգևորված աշխատանք։ Ճանապարհ է այստեղ, կամ գործերն են ձեր։ Հնարավոր է նաև այստեղ գործեր անեք, վերջացնեք և այլևս չանդրադառնաք դրան և զբաղվեք արդեն նոր բաներով, ինչ որ կգա ձեր կյանք։ Սա նաև տեղափոխություն է, տեղափոխություն մեկ այլ բնակարան, մեկ այլ տարածք և այստեղ ևս էլի, հա, ինչ որ բան եք թողնում այնտեղ և տեղափոխվում եք մեկ այլ տեղ։ Դուք բավականին ոգևորված կլինեք, շատ ճանապարհներին կլինեք նաև, հյուրեր կարող եք ընդունել, հյուրեր ճանապարհել, դուք գնաք հյուր, նորություններ, այստեղ գաղտնիք կարող է բացահայտվել և դուք ոգևորվեք այդ գաղտնիքը իմանալուց հետո, միգուցե շատ կարևոր է ձեզ համար, կամ ոմանք կարող է ոգևորված ավելի սկսեն դասերը սովորել ինչ-որ մի բան, կամ ինչ-որ փաստաթղթի հետ է սա կապված, որ ձեզ էլի ոգևորի, որ դուք ավելի ինչ-որ արագան եք ոյցե բաները, կարող թուղթ եք ստանում դեր, արդեն այս քարտերը մի քիչ խոսում են նաև մնացած օրերի մասին։ Դրա համար եմ ես քիչ անում, շաբաթ-կիրակի եմ անում։ Նաև ինչ-որ ոնց որ փաստաթուղթ ստանաք, դրանից հետո ձեր գործերը սկսեք անել, հա, առաջ տանել։ Սա կարող է լինել սուր գործիքը, աշխատանք սուր գործիքով, որը պետք է զգույշ լինեք այդ օրը,
Նաև ինչ որ մի բան է ձեր կյանքից փոխվում, նորն եք սկսում, այստեղ եւս հա նայեք, նույն բանն է մոտավորապես։ Այստեղ գնում է ձեր կյանքից, այստեղ դուք եք հանում ինչ որ մի բան, հիմքից եք հանում եւ չեք վերադառնում այլևս դրան։ Ում ինչ որ մեկին եք հանում։ Տեսնենք ով եկա, վիրահատություն է սա նաև։ Վիրահատությունը շատ նորմալ կանցնի, շատ կայուն, շատ հա ամեն ինչը ճիշտ ձևով։ Սա նաև եթե ինչ որ մի բան եք փոխում, հիմքից ավելի եք կայունացնում ձեր կարգավիճակը, ձեր վիճակը, միգուցե ձեր հարաբերությունները, միգուցե մեկ այլ բան։ Հիմքից ինչ որ բան եք փոխելու, որն էլ այդ ոլորտը ինչը որ փոխեք, ավելի կայուն է լինելու, ավելի ամուր, ավելի պինդ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 4-ին։ Փոփոխություններ են, որոնք կմտնեն ձեր կյանք այդ օրը, նաև դա կարող է լինել տեղափոխություն, մեկ այլ բնակարան, մեկ այլ տուն, մեկ այլ տարածք, քաղաք, երկիր, փոփոխություն նաև կարող է լինել հղիությունը, ծննդաբերությունը։ Ինչ որ գաղտնիք կարող է բացահայտվել եւ դրանով նաև փոխվի ձեր կյանքը։ Ոմանք կարող է սկսեն սովորել, ուսմամբ զբաղվել, ինչ որ փաստաթուղթ կարող է փոխել նաև ձեր կյանքը։ Գուցե այստեղ փոփոխությունը լինում է կամ զաքսավորում, կամ հակառակը։ Այդ օրը ոմանք կգնան բժշկական կենտրոն, ոմանք նաև գեղեցկության սրահ, նաև ընտանիքի անդամների հետ կարող եք անցկացնել, տեսնել իրենց, խոսել։ Քիչ իմաստուն լինեք իրենց հետ հարաբերություններում։ Նաև սա օծություն է, որ կարող է մտցնում են ձեր եւ ձեր ընտանիքի անդամների մեջ։ Նաև սա կարող են օծեր լինել, որտեղ օրինակ գնում եք բժշկի, գնում եք գեղեցկության սրահ, այնտեղ կարող են լինել այդ օծերը։ Վատ վերաբերվեն կամ շատ խոսեք, հետո իրենք սկսեն տարածել։ Այդ օրը ոմանք գումար կստանան, ոմանք գումար կծախսեն։ Ճանապարհի վրա կարող եք գումար ծախսել, հյուրերի վրա կարող եք գումար ծախսել, կամ դուք եք գնում այդպես գումար ծախսել, կամ գումարը գալիս է, այստեղ ինչ որ մեկը կարող է բերել ձեզ գումար, հասցնել գումար նաև։ Նորություն կլսեք ինչ որ գումարի հետ կապված։ Դրա կամ ավելի կողքեվորվեք, ավելի շատ գումար աշխատելու համար, ավելի ոնց որ ֆինանսապես ավելի լավ լինի ձեր վիճակը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 4-ին։ Այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի ձեզ համար, նաև ոմանք կարող են սկսել սովորել, ավելի հետաքրքիր կլինի սովորելը։ Ինչ որ աղջկա մասին կարող է գաղտնիք բացահայտվի, կամ նաև ոչ աղջիկ կարող է գաղտնիք բացահայտի ձեզ համար։ Կամ սա նաև սովորել է, կամ այդ աղջկա մոտ կարող եք սովորել, նոր ուսուցչուհին է ում հետ կարող եք հանդիպել, կամ նոր ոչ է, ինչ որ դասընթաց է, որ այս աղջիկը կարող է ձեզ տալ։ Այդ օրը ոչ է մի բան կգնա ձեր կյանքից նորը գալու համար։ Հնարավոր է նաև հարաբերություններ են ձեր եւ ձեր երեխաների, հնարավոր է նաև բիզնեսն է, որ ինչ որ մի բան կամ կփոխեք, կամ ամբողջությամբ կարող բիզնեսը փոխեք։ Այն ինչը որ ձեզ համար լավ չէր, դա հանեք, մյուսը բերեք, մյուսով զբաղվեք։ Ինչ որ մի բան է գնալու, կամ երեխաների հետ է կապված սա, կամ ձեր հարաբերությունների հետ է կապված, կամ սա նաև բիզնեսի հետ է կապված։ Բավականին էմոցիոնալ կլինեք նաև այդ օրը, հանդիպում, շփում ձեր մայրիկի հետ։ Դեռ լիալուսնից մնացած պահեր կարող են լինել, այդպես ինչ որ ռոմանտիկ պահեր լինեն։
խաբեությունն է, որ ձեզ կարող է բերել այդ էմոցիաները, գաղտնիությունը, գաղտնի պահեր են, թաքուն պահեր են, այդ օրը մի վստահեք ոչ ոքին, եթե ձեզ ինչ-որ մի բան կառաջարկեն։ Մի վստահեք, խնդիրների մեջ եք ընկնելու, ինչ-որ մի բան կարող է ասեմ, ոնց որ թաքուն է դա, թաքուն գործողություններ են, անհասկանալի է ձեզ համար և դա ձեզ կբերի խնդիրներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։